Ողջույն, այո, լսվում է։ Ես չաթը կարդում եմ, նայեք, ընթացիկ, հիմա ինչա տեղի ունենում, բարի լույս, ազատ բարի, հիմա ինչա տեղի ունենում, ովքեր որ քանդվում են, մի քանի օքի արդեն կիսվել են, քանդվել ասելով ինչ նկատի ունեմ, այսինքն այդ գրիպային վիճակներ, այդ քթից անընդհատ արտոս, այդ անընդհատ այդ վիճակներով քրտնում են, սրտխառնոցներ, գիշերը տաք ու սառը այդ վիճակներից անընդհատ, մի վախեցեք, դրանք նշանակում է, որ ինչ-որ բաներ կա այս տարվա ընթացքում դեռ չեք հասցրել անել, դրա համար հիմա ձեր մարմինը անցնում է դրա միջով, թույլ տվեք թող անցնի, շատ երեխաների մոտ էլ կա, որովհետև երեխաները ինչ են անում, ձեր ամբողջ ընտանեկան էմոցիոնալ դաշտը օգնում են, որ մաքրվի, ոչ թե իրանք պատասխանատվություն են վերցնում, այլ իրանք որ գտնվում են այդ վիճակի մեջ, իրանք էմոցիոնալ այդ ձեր բագաժը չունեն, այդ էմոցիոնալ, բայց իրանք թույլ են տալիս անցնեն, իրանք առանց գնահատական տալու, առանց արդեն ապրած ինչ-որ բանի անցնում են, էլի իրանք, դրա համար թույլ տվեք թող ձեր մարմինը անցնի դրա միջով, թույլ տվեք թող քանդվի, այսպես ասած, քանդվել ասած մի վախեցեք, ինչա տեղի ունենում, նայեք, երբ որ սկսում է այդ հոսքը, այդ քթից արտադրումա գալիս անընդհատ այդ վիճակն է տեղի ունենում, մի վախեցեք, դա ընդամենը այդ կոչվում մյուկուս, անգլերեն կոչվում մյուկուս, ինքը ինչն է, այդ պրես արած այն էմոցիոնալ այդ հեղուկն է, որը որ պտտվում է, ինքը կարա լինի ատելության տեսքով, գիտեք ոնց չապրած էմոցիաները, չասված բառերը, չասված կուլ չտված այդ ճշմարտությունները կյանքի կողմից, ինքը մնում է մարմնում, դրա համար հիմա մարմինը ինքը դուրս է հանում, դրա համար անցեք, մի օր անպայման կունենանք հանդիպում, ինչի մասին, առողջ մնալու դա հստակ որոշում է ու ասեմ պատահական որոշում չի առողջ մնալը, դա պետք է լինի ամբողջ ձեր կամքով, պետք է լինի ամբողջ ձեր գիտակցվածությամբ, որովհետև դա ոչ թե ուղղակի որոշում է, որ դուք գրեցիք թղթի վրա եւ այլ, ոչ, դա մի պատասխանատու նոր կերպար է, նոր էակն է, այն էակն է, որ ձեր ներսում ինքը չի ուզում դա զգա, բայց դրա համար դուք պետք է իմանաք ինչ պետք է անեք։ Մենք սովորել ենք միշտ պաշտպանություն խաղալ մարդկությունը ու մեղավոր մեղքի զգացում մի ունեցեք, պաշտպանություն ասելով ինչի նկատի ունեմ, մարդը սպասում է իր համար խելոք, հենց հիվանդանում է նոր վայ սկսում է իրան տեր կանգնել, հենց ինչ որտեղ արդեն հասնում է կրիտիկական պահի, նոր ինքը սկսում է ուշադրություն դարձնել, հիմա պետքա փոխվի այդ ամեն ինչը, պետքա փոխվի ասելով ինչ նկատի ունեմ, պետքա գանք այն գիտակից են վիճակին, որ դուք առողջ արթնանաք, առողջ քնեք, իմանաք ինչ այդ ընթացքը օրվա մեջ, հետո ձեզ կտամ, ովքեր որ ուզում են իհարկե, թուրմեր, հետաքրքիր թուրմեր կան, որոնք որ չեք պատկերացնի, այն փոքրիկ կավիճները, որ խմում են մարդիկ, հաբերը որ կա, իրանք ես ասում եմ կավիճներ իրանց, ինչն է, որ խոտաբույսերը արժեզրկվել են, դա հատուկ հստակ ծրագիր է եղել, հիմա չեմ հիշում, անգլերեն անունը կա, ինքը հատուկ ոնց որ ֆեդերացիա է ստեղծվել 1907 թվականներից, ինչ բան է, օրենք է դուրս եկել, ինչ օրենք, նայեք, եղել են այդ խոտաբույսերով, ավանդական, բժշկական տարբեր բաներ են եղել, շինություններ, որոշում է կայացրել, որ պետք է դառնան ֆեդերացիա, այսինքն անկախ չեն կարող գործել, հետո դա սկսել են ֆինանսավորել, հետո սկսել են օրենքներ հանել, որ ամբողջ իրանք պետք է գան այդ ֆեդերացիա, ով չէ, իրավունք չունի մարդկանց առողջացնելու, իրավունք չունի աշխատելու մարդկանց հետ։ Ինչ ա եղել այդ ժամանակ մոտ եղել են մոտ 70 այսպես ասած այդ տեսակ վայրեր։ Ամերիկայի մասն եմ էլի ասում հիմա։ Որոշում է կայացվել, հովանավորվել է, որ բացեք տեսնեք առաջի հովանավորի անունը այսպես է գրում, բայց որ մի քիչ էլ եք խորքային քանդում, հասկանում եք ովքեր են հովանավորել, ովքեր են դրանց տերերը։ Միշտ պետք է հասկանաք, ինչ որ շարժում կա, չէ, ինչ որ բան, պետք է հասկանաք ով է դրա հովանավորը, ում է դա ձեռնտու ու ինչի համար, դա կբացվի ընթացքում, ձեր ներսի տեսողությունը որ բացվի, կտեսնեք, շատ բաներ ձեզ դուր չի գա, շատ բաներից կբարկանաք, կջղայնանաք, իրոք այն սրտով սենց կջղայնանաք, լիքը բաներ կտեսնեք, բայց ոչինչ, տեսնել նշանակում է, որ
այդ աշխարհը մենք պետք է տեսնենք, որ կարողանանք փոխենք։ Մենք եթե այսօր չխոստովանենք տկլոր վիճակը մարդկության, գիտակցվածության, այսինքն ես խոսացի, չէ, առողջ մենք ինչի տեղյակ չենք այդ ամեն ինչից, չէ, որովհետև ինչ ա եղել, հիմա նայեք, մենք մեծացել ենք հայլիների մեջ, ոչ թե ներկայության։ Ինչ ա արել այդ հայլիները։ Մի հատ աշխարհ, որը որ ցույց ա տվել, որ դու այն ամենն ես, ինչը ուրիշներն են տեսնում։ Այսինքն մենք չենք սովորել ինքներս մեզ զգալ, տեսնել։ Մենք մեզ ճանաչել ենք հայլիների միջով։ Ու ինչ ա տեղի ունեցել, նայեք ինքան հետաքրքիր է համակարգը դիզայն եղած, որ հայլիներն էլ եղել են մեր ներսի այն չմարսած ճառագայթումը, ինչ որ մենք ճառագայթել ենք։ Կարող է մենք ժպտանք, չէ՞, կարող է մենք ժպտանք, բոլորին ասենք ամեն ինչ լավ, բայց ներսում ծանր մի հատ վիշտ ենք քարշ տալի։ Ոնց որ այսօր լիքը տղամարդիկ, լիքը կանայք քայլում ես, այո, բոլորը հակած կապած են, բոլորը ցույց են տալիս, որ իրանք առողջ են, բայց երբ որ բացում ես իրանք էմոցիոնալ դաշտը, հասկանում ես, որ իրանք ներսում կան երեխա ժամանակվանից այնքան գաղտնիքներ ունեն իրանք թաքուն պահած այս աշխարհից, որ չի եղել այն ապահով վայրը, որ իրանք մի անգամ կարողանան դա շեյր անեն, կիսվեն, մի անգամ բարձրաձայնեն։ Դա է տեղի ունենում անհատական պրակտիկաների ժամանակ, ովքեր որ եղել են գիտեն, ովքեր եղել են գիտեն, իմ դաշտը դառնում է այն ապահով այն դաշտը ներկայությունը, որտեղ որ դուք թույլ եք տալիս ինքներդ բարձրաձայնել այն խորքային վախը, այն խորքային ամոթը, այն որը որ երբեք չեք կարա բարձրաձայնեք, այդ թույլ եք տալիս ոչ թե բարձրաձայնեք, այլ տրանսֆորմացնեք, հասկանում եք ինչ աշխատանք պետք է արվի։ Այդտեղ է, որ այդ գիտեք ոնց է, նշաններ, գնահատականներ, հասկացում, ինչ որ փաթաթվել է ձեզ, այդտեղ պետք է դուք գնաք, այդ կծիկի սկիզբը գտնեք։ Կծիկի սկիզբը գտնեք, որ հարց տաք, երբ եմ ես հավատացել այդ ամեն ինչին։ Երբ այդ պրոյեկտը դարձել իմ իրականությունը։ Ու հիմա ինչ է տեղի ունենում, նայեք, սեպտեմբերից մինչև նոյեմբեր շատ հիանալի շրջան ա լինում, որ մարդը համ թարմացումներով գնա, upgrades, համ գիտեք ոնց նոր արագ ինքը թարմանում է, ու նաև թարմացման հետ պետք է լինի այն հինը բաց թողել։ Հինը դա հին իր չի։ Հինը դա հին մեր կերպարն է, հին այն եսն է, որը որ ասեցի, որ մենք չենք կարողացել ճանաչենք մեզ ներկայության մեջ, այլ ճանաչել ենք, երբ որ մեզ ուրիշներն են մեր մասին ինչ-որ բաներ ասել, ու մենք սկսել ենք այդտեղ հավատալ, այդտեղից սկսել ենք մենք ստեղծել, որ ինչ-որ մեկին ասեն, դու վայ շատ համեստ ես, չգիտեմ, այսպես ես, բայց դու իրականում այդպես չես եղել, հավատացել ես այդ համեստ վիճակին։ Ես չեմ ասում, հնազանդ այդ կերպարը մասին չեմ ասում, այլ համեստ, կեղծ համեստություն կա, հասկանում եք, ինչքան վատ բառեր չաս, վատ բաներ չկա, նայեք, ինչքան ուղեղի համար նեգատիվ բառերի մեջ այդ ծրագրեր կա, նույնքան լավ բառերի մեջ կա ծրագրեր։ Այսինքն այդ աշխարհը, որը որ ձևավորվել է, այդտեղից դուք չեք կարեցել ձեր մաքուրեն ձայնը, ձեր մաքուր ճշմարտությունը գտնեք։ Այդտեղ է այսինքն լինում։ Հիմա ինչ է տեղ ունենում, նոյեմբեր ամսվա վերջում, հիմա ովքեր որ գտնվում են քանդման մեջ, ովքեր որ գտնում են, ովքեր որ հոգնում են, ովքեր որ տաք ու սառը մարմինը բանի մեջ է լինում, մի վախեցեք, դա կոչվում է տրանսֆորմացիան է, սա անցնելու ենք այնքան ժամանակ, մինչև ձեր մարմինը ինչ է լինում, գալիս բալանսավորում է, ձեր համ էներգետիկ դաշտն է սկսում սինխրոնացվել, համ ձեր կյանքն է սկսում սինխրոնանալ։ Այսինքն պետք է մարմինը բաց թողի այն ծանր էմոցիաները, ծանր չապրած են ամեն ինչը, որ դուք կարողանաք գաք հանգստության մեջ ապրել։ Մի զարմանալի բան ասեմ, Ամերիկայում տոներ, ես տոների մասին գիտեք, բացարձակ ես չեմ նշում տոներ, ասեմ ավելին, նոր տարին էլ ես չեմ նշում, խնդրում եմ մեր չաթում էլ չգրեք, չշնորհավորեք, առանձին ով ճանաչում է, եթե անում եք, արեք։ Ես չեմ անում, որ կասեմ ինչի, ովքեր կհետաքրքրվեն, հետո կիմանան ինչի։ Չեմ ուզում, բայց շեղվենք այնտեղ։ Նայեք, ու հիմա ինչ է տեղ ունենում։ Այդ տոներին այնպես լավ բան ասեցին, որ մարդը ոնց որ ամբողջ կյանքը սովորել է, որ պետք է աշխատի, պետք է մենք անդադ ինչ-որ բան անենք, անդադ մենք պետք է գործենք, դա եղել է մեր ապրելը։ Այսինքն մեր նյարդային համակարգը այսպես գիտի, եթե ես ինչ-որ բան չեմ ստեղծում, չեմ գործում,
ուրեմն ես մահանում եմ, ուրեմն ինչ-որ բան ես չեմ ապրում։ Ես ինչի համար ասեցի, հանգստյան օր մարդը ամբողջ կյանքը սովոր է այդ տեմպին, հասկանում եք, տեմպ, աշխատանք, հազար բան, որովհետև սովորացրել են, որ ամեն ինչ հողով է, ամեն ինչ դրսում է, բայց շատ բաներ դուք կտեսնեք, որ հողի հետ շփումը հող չի ուզում ձեզանից, ձեր երեխաներին, որ տանեք ոտաբոբիկ քայլեն հողի մեջ, հողանցում կատարեք, իրանց սովորեցնեք, դրան փող պետք չի, հասկանում եք, այդ ամեն ինչը, հիմա ինչ է տևում, նայեք, անհատի նյարդային համակարգը սովոր չի հանգստության մեջ ապրել, դրա համար ժամանակ է պետք, դրա համար մարմինը ինքը հոգնածության մեջ է մտնում, հոգնածությունը գիտեք որ տեսակի, ոչ թե ես չաթը փակել եմ ճիշտ ասած, հեսա կբացեմ, հոգնածություն ոչ թե ժամանակային այդ բաներն է, ցիկլներն է քանդվում, որ դուք ոչ թե հոգնածությունը դա, այլ որ հանգիստ պիտիկ տակ տեղներ հետ այդ բառով ասեմ, որ տեսնեք, որ ձեր մարմինը մի հատ չկերակրի էլ այդ հին ժամանակաշրջանները, մինչև դուք այդ հանգստության մեջ չգաք, իսկ ինչա տեղ ունեն, միտքը թույլ չի տալիս դա տեղ ունեն, հա, դրա համար մարմինը ինքը ասում է, գիտես ինչ կա, միտք ջան, դու չես որոշում, անջատում է, դրա համար պարկում եք մի քանի օր, գալիս է հանգստության մեջ, հին բաներով չեք զբաղվում, ինչ որ պետք է անեիք, դա չի լինում, ու այդպիսի բան։ Իսկ երեխաների մոտ ինչի է լինում, շատ արագ է լինում այդ մաքրումները, որովհետև իրանք չունեն հակադարձում, այսինքն իրանք չգիտեն ինչ է գրիպը, ինչ է այդ ամեն ինչը, իրանք չեն ասում, վայ ես խեյմ հետ կատարում, իրանք ուղղակի հա տեսնում ես պուճուր բալիկ, հենց այս վերջում պուճուր բալիկ տեսնում ես թուշիկները կարմել է, տաք է, բայց ինքը անցնում է դրա միջով, ինքը ներսից չունի մերժողական, դրա համար իրանք արագ անցնում են այդ միջով։ Հիմա ես մի հատ չաթը բացեմ, սա բարի լույս, բոլորին բարի լույս։ Հիմա վաղը ունենալու ենք մեր կենդանի հանդիպումը, ովքեր որ շատ ասեմ ձեզ, հենց այս անցումի պատճառով մարդիկ կան, որ ներկա չեն գտնվելու, 2 կամ 3 տեղ ազատվել է, ովքեր որ արդեն գիտեն, որ ուզում են գան, եկեք, չէ, դա ձեր որոշ ես հետ եկա։ Գիտեք ինչ է լինում, նայեք, միամիտ այս հեռախոսի բանի, որ կպնում եմ, հեռախոսով է միանում, դրա համար, օքեյ, էլ չեմ կպնի, հիմա, գնացինք առաջ, վաղը կունենանք կենդանի հանդիպում, կենդանի հանդիպումը չի ձայնագրվելու, դրա համար հենց կենդանի է, որ կարողանանք ներկայության մեջ լինել, հասկանանք, որ մենք իրական ենք, մենք հենց կենդանի հոգիներ ենք, դրա համար ովքեր որ կլինեն, կունենանք հիանալի հանդիպում, ասել եմ, որ չի կրկնվելու վարժանքները, չի կրկնվելու այն աշխատանքը, նոր բաներ ենք սովորելու, դա այդքանը դրա մասին։ Հիմա, շատ մի կարևոր բան, ես ասել էի, որ դեկտեմբերի ունենալու ենք հանդիպումներ, ես նախատեսել էի, որ կունենանք ոնց որ 3 մոդուլային հանդիպում, բայց չեմ ուզում այդպես անեմ, ուզում եմ, որ դուք որոշեք, թե իրոք ինչքան եք ուզում կյանքը հետաքրքրացնեք ձեր, ինչքան եք ուզում բացեք ձեր սիրտը, ու այն ամեն ինչը, որ կգա ձեր սրտից, կտեսնեք ինչքան կդառնա հետաքրքիր ձեր կյանքը, ինչքան կդառնա սիրով լցված ձեր կյանքը։ Հիմա նայեք, կունենանք դեկտեմբերի 7-ին, այսինքն մյուս կիրակի առավոտյան կունենանք հանդիպում հենց վախի հետ աշխատանք, վախ հասկացողություն, վախը որպես հումք, վախը որպես այն առաջնային էներգետիկ հաճախականությունը, որը որ երկիր մոլորակի վրա ամենաշատն է, ամենապոպուլյարն է, որը որ մենք չենք հասկացել այսքան ժամանակ, թե ինչ է վախը, հա, ուղիղով բառերով, հա, բայց վախը մարմնավորված, թե ոնց է ինքը տեղ ունենում ու ինչ անել իր հետ, կսովորենք, կանցկացնենք պրակտիկա, կգնանք ամեն խորքային լեվելներով, մակարդակներով կանցնենք։ Դրա մասին ավելի մանրամասն կգրվի չաթում, ինչ կետերով ենք անցնելու, ինչ աշխատանքա տեղ ունենալու։ Դրանից հետո արդեն երկրորդ, երրորդ հանդիպումը
մի հանդիպումը լինելու է, գիտեք, ոնց ձեր մտադրությունները, ոնց ձեր մտադրություններով ձեր կյանքը իրականությունը սարքեք, իրականությունը հենց բերեք, տեսանելի լինի, շոշափելի լինի ու ապրեք հենց այդ իրականությունը, դա ենք անելու, նաև աշխատելու ենք հենց այդ սիրո էներգիայի հետ, սիրո ոչ թե սեր դեպի դուրս, սեր, գիտեք ինչ տեսակ սեր, մաքուր, որը որ թույլ չեք տվել ձեզ երբեք զգալ, հասկանալ ենք պատճառները ինչի մենք չենք կարողանում թույլ տալ ու հասկանալ ենք, թե ինչքանն ենք մեզ թույլ տալիս։ Այդ պրակտիկաները ես նախատեսել էի, որ պետք է լինի, որպես ասեցի արդեն, մոդուլային 3, բայց անհատական թողում ենք, գինը լինելու է մեր այս խմբային պրակտիկաների արժեքը նույն, մնացածը արդեն կհասկանանք։ Հիմա այս բաներից նորից ասեմ ու արդեն անցնենք մեր հաջորդ փուլին, թե ինչա տեղ ունենում հիմա էներգետիկ։ Նայեք, ովքեր որ ֆաստյան մտադրությունն են ձեռք բերեք մինչև նոր տարի, որովհետև դրանից հետո արժեքը բարձրանալու է։ Դրա մասին էլի ասվել։ Հիմա նոյեմբեր ամսվա այս վերջի էլի այս վիճակները, իրանք ինչ հա, ձեր էնտուզիազմն է ակտիվանում, ձեր դիտարկումն է ակտիվանում աշխարհի հանդեպ, ակտիվանում է, գիտեք ինչը, ֆոկուս եք լինում, հասկանաք ինչա տեղ ունենում, բայց այդ ամեն ինչի մեջ նաև գալիս է այն հինը, ոնց որ պատկերացրեք քայլում եք, ցենց մեջտեղով, ձեր երկու աշխարհներն էլ ձեր հետ են գալիս, այսինքն երկու աշխարհներ որն է, այն կերպարը, որը որ դուք արդեն ուզում եք մարմնավորեք, այն կերպարը, որը որ դուք պատրաստ եք տեղից ապրեք, որ կերպարը, որ կայունություն, հարաբերությունների մաքուր շփումներ, երեխա ծնող հարաբերություն, ձեր կյանքը, այդ է գալիս, այստեղ որն է գտնվում, որից որ մաքրվում եք, այն հինը, որը որ քաշ է տվել են ծանր բեռը, այն չմարսած էմոցիաներն ու այդ ամեն ինչը։ Դրա համար հիմա ինչ է տեղ ունենում, համ քայլում եք, համ ներսից կա լավը, սիրտը զգում է ինչ-որ նորը այդ լավը, բայց մենթալ աշխարհն ու նյարդային համակարգը ինքը քանդվում է, դրա հետ մեկտեղ քանդվում է նաև ձեր մարմինը։ Մի վախեցեք այդ անցումային վիճակներից։ Հիմա կտեսնեք ինչ կլինի։ Այսօր արդեն ավարտելու է այդ ցիկլը, այսօր ամսի 29-ն է, այսօր արդեն ավարտվում է այդ ցիկլը։ Կտեսնեք ինչ է բացվում ու ասեմ շատ հիանալի էլի բան է բացվելու, բացվում է ֆինանսի սուբստանցիան, այսինքն ավելի գիտեք ոնց բջիջների, ատոմների մակարդակով հասկանանք չէ, տեսանելի լինի ոնց է մեր աշխարհի հետ, մատերիալ առատությունը ոնց է լինում, գիտակից, սրտի հետ կապով։ Մի հատ չաթը բացենք, նայենք ինչ չաթում կատարվում։ Ընտիր, բարի լույս ընկերներ, ազատ բարի։ Գնացինք առաջ։ Ու ինչ եք հիմա սովորում ես ընթացքում, սովորում եք ասել ոչ այն ամեն ինչին, ինչը որ ավելորդ է, կլինի ավելորդ հարաբերություններ, կլինին ավելորդ ինչ-որ սիրելի ձեր գործեր, որոնք որ դուք գիտեք, որ ավելորդ է իրոք ձեր կյանքում։ Պետք է սովորեք ասել ոչ նաև մարդկանց, ասել ոչը ինչ կբերի այն, որ կգտնեք այն մարդկանց, ում մոտ որ դուք կարողանում եք ձեր սիրտը բացել, ում մոտ որ կարողանում եք կիսվել ձեր վախերով, ում մոտ որ կարողանում եք կիսվել ոչ թե միայն վախերով, այլ նաև ձեր գիտակցություններով, ձեր այն ներսի, այն ծաղկած գաղափարներով ու կարողանում եք իրանց հետ շեյր անեք։ Այն ամենածանր աշխատանքն էլ կսկսեք անել սիրով։ Ինչի, որովհետև շատերը ստեղ դեռ կասկածում եք ձեր գիտելիքի վրա, ձեր անցած փորձի վրա, այդ պետք է անցնեք այդ ցիկլը, որ ձեր մարդիկ հավաքվեն, որ տեսնեք շատ մարդիկ կա, իրանք դրան են սպասում, շատ մարդիկ կան ստեղ, որ դուք ունեք ստեղ ուսուցչի փորձ, ասենք 30-40 տարի դուք ստեղ հարցանում եք, ունեք մարզչի, ունեք տնային տնտեսու, ունեք մայրիկի փորձ, ունեք տարբեր փորձեր, բայց դեք որ այն մաքուրը ձեր ներսի են հոգին, ձեր ներսի մաքրամաքուր սիրտը, որն է որ ձերն է, որն է որ իրոք չեք խուսափում այդ անելուց։ Այդտեղ է ձեր
խոսակցությունը ձեր ներսի բացվում։ Այդտեղ է ձեր մաքրամաքուր այդ կայծը, այդ կյանք տվող գաղափարները բացվում։ Թե չէ հերիք է։ Ես այստեղ գիտեմ, որ շատ-շատերը, ես հիմա ասեմ, մի նեղացեք, նայեք, շատ-շատերը միլիոնավոր ալիքների եք հետևում, միլիոնավոր խմբերում եք։ Դա ես չեմ ասում լավա թե վատա, գնահատական չեմ տալիս։ Իմ ասածը գիտեք որն է։ Բա դուք ձեր խումբը երբ եք դառնալու։ Դուք ձեր ներկայությունը երբ եք հետ գալու տեղ, երբ դուք ժամանակ ունեք անելու, երբ ունեք այդ հիմա ասեմ ինչ շատերը ասեմ տառոների ռասկլադներ եք լսում, ռասկլադը ոնց է հայերեն բացում, չգիտեմ։ Նայեք, լսում եք, լավ բաներ են ասում, շատ լավ բաներ եք լսում, ճիշտ ցած համընկնում է, գիտեք ինչի, որովհետև ձեր համակարգը այնքան արագ է, դուք չեք էլ պատկերացնի, հենց աշխատանք կատարեք, ուղղակի ասեմ ձեզ, պետքա level up լինեք այդտեղից, պետքա որոշում կատարեք, ինչ որոշում, որ վստահեք կյանքը, վստահեք Արարչին, վստահեք Աստծուն, ոնց, Աստված որտեղ է, ներկայության մեջ, ձեր են ներսի զրույցի մեջ է, որտեղ ներսի մաքուր ձեր կապը, եթե դուք չգտնեք, չեք հավաքելու ձեզ, կմնա ձեր ուշադրությունը դրսում, կգնաք գուրուների մոտ, կգնաք Հնդկաստան, ինչ-որ գյուղ, կմտածեք այդտեղ է պայծառացումը։ Ու ինչ կլինի, ձևը դուք չեք գտնի, հետո այդ գուրուին դուք ձեր ձեռով կուզենաք, ասեք, գուրու ջան, իմ մոտ չի ստացվում, ինչ, որովհետև գնում եք, նստում, ֆոկուսը այնտեղ է, դուք լսում եք դուրս, ու ձեր այն ակտիվ միտքը, երեխան միտքը, որ դպրոցում այդպես է ինքը սովոր է, ինչ անում, ինքը մտածում, այո, այդպես է, ոչ, հիմա եկել է ամեն յուրաքանչյուր առաջնորդնեք ձեր կյանքի, զարթնեք ներսից, արթնացրեք են քնած գիգանտը, որ քնել է, տիտանը, որ քնած է եղել, հիմա է ժամանակը, ձեր բանաստեղծությունները, ձեր մտքերը, այն գիրքը, որ ուզում եք գրեք, հիմա է ժամանակը, հենց հիմա, հենց երեխեն ցենց գրքին գրեք, ստեղ մարդ կա, ինքը հենց տենց հարեք, մտածում եք մարդու պետք չի ձեր կիսվածը, բա ինչի է ներսում այդ ուրախությամբ լցվում, եթե մտածում եք պետք չի, ինչը պետք չի դուք չեք անի, ինչին որ տալիս եք այդ ամեն ինչը, տեղ է ձեր ուժը, ու ասեմ ձեզ, անկախ տարիքից, ես ներս չի ստեղ հիմա նստել եմ հրանգներ եմ տալիս, ոչ, ուղղակի հիմա բերեմ համեմատություն, ինքներդ գթեք, չգտնեք, ես գիտեմ, կգտնեմ ցույց կտամ, ասենք գթեք 75 տարեկան, 80 տարեկան պապիկ կամ տատիկ կապ չունի, անհատ, լավ է տատիկ պապիկ բառը չասեմ, անհատ, այդ տարիքում, ու մարդը, որը որ մարզում է իր մարմինը ու գիտակցության հետ զբաղվում, ու իր կյանքը հետաքրքիր է, ու մարդ, որը որ անցել է ինչ-որ թոշակի ու եւ մեղադրանքներ չեմ ասում, ուղղակի այդ համակարգը, ուղղակի աչքով որ տեսնեք, միանգամից պարզ կլինի, որ մարդն է ուրախ երջանիկ, որը ոչ։ Իրականության մասն եմ ասում, ոչ թե արտաքին։ Այնքան մարդ կտեսնեք ձեր կյանքում, նման որ այսպիսի ճանապարհ եք անցնում, մարդիկ կգան ձեր կյանք, որ իրանք ձեզ կուզենան ապացուցեն, որ իրանք ձեզնից լավ են, ձեզնից ուրախ են, ձեզնից ճիշտ են, ձեզնից ամեն ինչ լավ է։ Գիտեք ինչի, որտեղ վախում են հանգարց այդ բանին, որ ընդունեցին ձեր ներկայությունը, որ դուք այդպիսին չեք փոխվել եք, այդ բանին sense ֆոկուսը ձեզնից պետք է թեքվի, իրանք պետքա տեսնեն։ Ու շատ ժամանակ կտեսնեք ագրեսիա է լինում, կտեսնեք մարդիկ ուղղակի չեն շփվում ձեր հետ, չեն ուզում ձեր ներկայության մեջ լինեն, ոչ թե չեն ուզում, այլ ոչ թե ձեզնից է դա, այսպես ասեմ, այլ ինչ է տեղ ունենում, այդ ֆոկուսը, որ իրանց վրա, իրանք պետք է իրանց տեսնեն, իրանց չապրածն, իրանց վատառողջ տեղերը պետքա տեսնեն, որ դեռ պատրաստ չեն։ Կտեսնեք դուք գնաք ինչ-որ մարդու հետ ոգևորված, կասեք, ովքեր անցնում են, կասեք, գիտեք ինչ կա, գրիժաների հետ կապված այս վարժանքները կա, որ օգտվում է, ողնաշարի հետ կապված այս ամեն ինչը կա, որ սովորել ենք, չէ։ Կտեսնեք մարդը աչքերում ուրախ է, համ էլ ինչ-որ ատելությամբ լցվում ձեր հանդեպ։ Ոչինչ։ Շնչեք, թույլ տվեք, թող այդ էլ լինի ձեր կյանքում։ Հետո կգա ժամանակ, հետո կփոխվի։ Դուք կլինեք ուղղակի ներկայություն։ Այդպիսի բաներ ինչի է տեղի ունենում, որովհետև շատերը ուղղակի օրվա մեջ քայլելուց դուք քայլում եք, որ դուք զորեղ եք, որ ձեզ ոչ մեկ չի կարող, ցաղին դուք
փոխեք այդ քայլերը։ Այդպես ասեմ շատ տղաներն են անընդհատ քայլելուց մտածում են ես իրան կարամ ծեծեմ, իրան ցեն ուղեղի մեջ այդ խոսակցությունն է գնում։ Ինչի, որովհետև պաշտպանության վախ կա աշխարհից։ Մտածում եք ձեզ ինչ-որ բան կլինի։ Սկզբում ասեցի, չէ, վստահեք Արարչին, վստահեք Աստծուն։ Դուրս չէ, ձեր ներս պահված եք։ Հիմա սովորում եք, որ ապագան չիմանաք։ Դա համար հիմա ովքեր անհանգստանում են ֆինանսի մասին, վախեր են առաջանում ֆինանսի մասին, ու իրոք sense չգիտեք ինչա տեղ ունենում, շնչեք, հիմա միասին եկեք շնչեք, արտաշունչ, գիտակցեք, որ դուք սովորում եք վստահել, որ դուք սովորում եք լինել պահված, բայց այդ չի նշանակում ոչինչ չանել, այդ չի նշանակում չապրել, այդ չի նշանակում ձեր լավագույնը չկիսվել, սովորեք ձեր ներսի լավագույնը կիսվել, ուղղակի ոչ թե գնացեք սեր եւ լույս տարածեք այն մարդիկ, ովքեր չեն ուզում, ոչ թե համոզեք, իրանց վզից փաթաթեք կախեք, չէ, այլ թույլ տվեք, թող ամեն մեկը իր փորձ ունենա, թույլ տվեք, թող այդտեղ քանդվեն, մենք ինչ ենք անում հիմա, օգնում ենք, որ քանդվեն այն հին համակարգերը, որ համակարգերը, որ երեխան մուլտիկա նայում, կողքից կազինո են ռեկլամանում, որ մտնում եք YouTube-ում, նայում եք, որ ձաջա տղաներ նստած կազինո են խաղում օնլայն, որովհետև իրանք ռեկլամի փող են ստանում։ Դա է ճշմարտությունը։ Ու տենց մարդկանց մենք որ չասենք եղբայր, ինչ ես անում, իրանք չգիտեն դա ինչ են անում։ Իրանց ֆոկուսը իրանք չեն տեսնում իրանց։ Հա, արտակնապես մարդ են, բայց իրանց ֆոկուսը դեռ եսիմ որտեղ է։ Այդտեղ է, որ այդտեղ եմ ասում, որ հա գնում ենք գուրուներ եւ այլ։ Ես դեմ չեմ ոչ մեկի, բայց մի հատ կետ կա, որ մենք երբ պետք է գանք ստեղ։ Երբ պետք է գանք այն դաշտ, որ մենք առողջ հարաբերություններ ունենք։ Շատերը ամուսին, ընկերներ, նշան, չգիտեմ, այդ վիճակներում հարաբերություններում ուզում եք էմոցիոնալ, ինտելիգենտ հարաբերություններ։ Ուրեմն պատրաստ եղեք, որ թափանցիկությամբ պետքա գաք։ Պատրաստ եղեք, որ այդ մարդը պետքա ցույց տա ձեր ամենաթույլ կողմերը։ Ձեր ամենաագրեսիան պետք է ձեզ ցույց տա, ոչ թե ձեզ ցավացնելու համար, այլ որ քանդվի, որ դուք էլ ձեր շունչը բացեք, ձեր աճը ապահովեք։ Այդպիսի հարաբերություն այդպես է։ Մայր երեխա հարաբերություն, երեխա ծնող հարաբերություն, ամուսիններ, իրար ոչ թե պրինցիպիալ ընկեք բան մանեք իրար ավելա, չէ, այլ հասկացեք դուք գնում եք նոր մակարդակ, թե չէ, թե հələ թաքնվում ենք խորոված բառացնելու տակ։ Ասենք մենք ամբողջ ազգովի մեր տրադիցիան ամոթ է, որ հիմա ասում եմ, գիտեք, չէ։ Իսկ ազգով ամուսնության տրադիցիան խորոված ենք բառացնում, հասկանում եք։ Այդ իրականությունն էլ կա, բայց դրա մասին գուրուները չեն ասելու ձեզ։ Իրենց մոտ միշտ լավ չենք տականում։ Շնչում ենք։ Հիմա ինչ եմ ես այս բաները շուտ-շուտ անցկացնում այս զրույցները, որ հասկանաք, որ մարդ կա, անհատ կա, այդ ես եմ։ Ինչ ուզում լինի, որ իմանաք ես տեղում եմ։ Ինչ համակարգ որ ուզում է փլուզվի, ես չեմ փլուզվում։ Ինչ համակարգ ուզում է որ ձեզ ճնշի, խեղդի եւ այլ, մենք պատրաստ ենք, մենք ասելով ես ու իմ ամբողջականությունը տրանսֆորմացնելու, մտնելու այդ վախերի մեջ, գնալու դեմքով նայելու այդ հայացքը նայելու այդ անհատներին, եթե կան հոգին իրանց ներսում, իրանց, եթե չէ, ուրեմն իրանց տերերին։ Իրան այն էակները, ովքեր որ կառավարում են։ Այն էակները, ովքեր որ շեղում են ու իրանց ձեռա տալիս դա։ Ինչի։ Հիմա օրինակ բերեմ։ Երեխաների հետ կապի մասին եկեք այդտեղ օրինակ բերեմ։ Գնացել եմ իմ շատ հարազատի տուն, իր երեխան, ասենք, մի փոքր, այս անցումային բանի մեջ է էլի, ասես թուշիկները կարմիր, ընկճված։ Երեխային այդ ժամանակ ինչ են անում, արագ տեղեր, բժշկի, եւ այլ եւ այլ։ Դա արդեն ամեն մեկը պետք է օգտագործի իր խորիմաստությունը։ Հիմա դրա մասին չեմ ասում։ Հիմա ես ասում եմ, որ երեխային չեք սովորեցնում, որ այսպեսի կարանք թուրմ պատրաստենք, ինչ որ թուրմ։ Ռուսերեն ինչ է, նաստոյ, հա։ Նայեք,
Զելյա ասենք, այդպես ավելի հետաքրքիր է։ Նայեք, երեխայի հետ գնացինք, իրար հետ պատրաստում ենք, իրար հետ ժամ ենք դնում, ես բացատրում եմ, թե ինչ ենք անում, ինքը նայում է, պուչ ուր այսքան երեխա է, ասենց քայլում է։ Ինքը նայում է, ուսումնասիրում է, հետաքրքիր, բացատրում եմ, թե ինչի համար է այդ խոտաբույսը, ինչ է անում, ինչ համ է ունենալու, ինչ զգացումներ ինքը կունենա, ինչի համար դա պետք է անի։ Գուշակեք ինչ, երեխան դա անում է, այսինքն տեսավ իրար հետ, ինքը իրանով գթալով խմեց 3 հատ, այսինքն չափով, թեկուզ դառներ, թեկուզ ինչ-որ համա չէ, բայց ինքը գիտակցում է, որ մի վայրկյան, այսինքն ես կարամ այս վիճակի մեջ գտնվելու ժամանակ, կատարեմ ինչ-որ քայլեր ու փոխվեմ։ Դրանից հետո ինչ արեցինք, հատուկ բան կա, անունները հիմա չեմ տալիս, որ հիմա կսկսեք հարցնել դրա համար, ինչը երբ վառենք տան մեջ, ես կասեմ ամեն ինչ ով կրկուզը։ Տան մեջ անկյուններով իրար հետ վառեցինք, մանտովեցինք, ախտանեցինք տունը, գուշակեք ինչ, հաջորդ օրը մայրը վիդեո է ուղարկում ինձ, որ իր երեխան վառում է տան անկյունները, մաքրում, ինքը գիտի, թե իր համար խաղ է, թե ինչ է, դա կապ չունի, կարևորը որ ինքը գիտակ, այսինքն երեխան ինքը սովորում է, որ կան քայլեր, որոնք առողջացնում են, կան քայլեր, որոնք պահում են այդտեղ։ Դա էլ թուրմերի եւ անի մասին։ Գրաֆի ջան, նոր տարվա հետ կապված շատ հետաքրքիր է, եթե կարելի է խնդրում եմ։ Հարցը մենակ նոր տարվա մասին չեմ ասում, այլ տոների մասին եմ ասում, ստեղ տեսնենք հարց տվողը մասնակցում է, այո։ Հիմա նայեք, տոները մոտենում են, որ ասում է, տոներն են մոտենում, տոները մոտենում են ու ովքեր են տոների տերերը։ Ես սրա մասին ունենք հանդիպում, ես խոսել եմ, հենց ձմեռ պապի մասին էլ եմ ասել, ամեն ինչի մասին էլ ասել եմ։ Սանտա Կլաուս, Սանտա բառի բառը որ փոխեք, մի հատ տարերը կտեսնեք ինչ բառ է լինում։ Ամեն ինչ ձեր ուղեղն էլ հնամիտ կասի, իհարկե դրանք պատահական այդ նշանները, պատահական են այդ ամեն ինչը անում։ Ձեր ուղեղը պատրաստի պատասխաններ ունի, ինչից վախենում եք, այսինքն ինչը չեք ուզում դեռ տեսնեք, ինքը պատրաստի պատասխաններ ունի։ Հիմա հեսա մի հատ կարդամ։ Եկեք մի պահ տոների մասին, հետո չեմ ասի հիմա թուրմերի մասին, որտեղ պիտի պատրաստման ձևը պետք է ասեմ ձեզ, պետք է հերթով ասեմ ինչը ինչ է անում։ Այդ եկա աշխատանք է, էլի։ Բայց հիմա ես օրինակ 4 թուրմ ունեմ դրած այնտեղ, հենց հիմա այնտեղ 4 հատ իմ պատրաստած թուրմերը ունեմ, իմ համար իհարկե։ Մեկ էլ ով հյուր է գալիս, իրանց խմացնում եմ արագ-արագ։